Դեպի Եվրատեսիլ երաժշտական նոր նախագծի նկարահանումների մեկնարկն այսպիսով տրված է, հենց այս բեմից դեպի Եվրատեսիլ նախագծի մասնակիցները իրենց առաջին քայլերը կանեն արդեն Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում հայտնվելու և մեր երկիրը ներկայացնելու համար։ Առաջին ալիքի ստեղծագործական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի այս նախագծի մասնակիցները մինչև իրական Եվրատեսիլյան բեմում հայտնվելը հենց այստեղ Երևանում զգան երգի համաեվրոպական փառատոնի շունչը։ Վերջապես մեզ հաջողվեց դա անել, հնարավորություն տանք նույնիսկ անհայտ մարդկանց դառնալու հայտնի եւ ստեղծելու մի նոր կարիերա եւ հասնելու դեպի Եվրատեսիլ։ Առաջինի հեռուստադիտողը հոկտեմբերի 1-ից հնարավորություն կունենա հետևել դեպի Եվրատեսիլ նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին։ Լույսեր, հատուկ էֆեկտներ, ձայնային բարձր որակ, շքեղ բեմահարթակ եւ վերջապես 6 հոգուց բաղկացած ժյուրի՝ Իվետ Ամուկучյան, Արամեն Պետրի, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան։ Անուններ, որոնք Հայաստանը Եվրատեսիլյան բեմում ներկայացնելու փորձն արդեն ունեցել են եւ անցնելով Եվրատեսիլյան ճանապարհով խոստովանում են, լավ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձևը ու թե ինչ է նշանակում ներկայացնել Հայաստանը միլիոնավոր հեռուստադիտողների առաջ։ Կարծում եմ այս նախագիծը երազանքի չափ լավ նախագիծ է եւ գեղեցիկ մի բան է, որ երաժիշտ մարդու կյանքում կարող է տեղի ունենալ։ Եվրատեսիլում տարբեր հորիզոնականներ զբաղեցրած եւ տարբեր ոճերում հանդես եկած ժյուրիի անդամները ելնելով իրենց փորձից վստահ են, բոլոր բեմերում եւ հատկապես Եվրատեսիլում ամենից շատ գնահատվում է անկեղծությունը։ Իհարկե գնահատելով մասնակիցների անկեղծությունը կոճակը սեղմելիս նրանք անպայման հաշվի են առնում մասնակիցների ձայնային տվյալները, ճկունությունը, արտիստիզմը, ինքնավստահությունն ու շոու ծրագիրը։ Հուսով եմ, որ այդ 5-ը մեկում կերպարին մենք կգտնենք այսօր ու կարողանանք կերտել եւ ստանալ այն արտիստին, ով պետք է ներկայացնի Հայաստանը արժանավորին արդեն Եվրատեսիլը։ Սա այն մրցույթն է, որտեղ որ մենք որոշում ենք, թե այս երգիչը կարող է մեզ բոլորից ներկայացնել թե ոչ։ Ինձ համար ամենակարևորը բեմի վրա ինքնավստահությունը։ Մեծ հնարավորություն է, շանս է երիտասարդ երգիչների համար։ Արվեստում լավագույններ չկան, կան միակներ։ Մինչև ժյուրիի անդամները համերգասրահում սպասում են միակին, Ետնաբեմում իսկական խառնաշփոթ է։ No, now, can you love me again? To the song here in my heart. Will you recognize me? Մասնակիցները լրագրողներին են փոխանցում իրենց զգացողությունները, հարդարվում, կրկնում են երգի բառերը, զրուցում միմյանց հետ փորձելով չմտածել այն մասին, որ քիչ հետո ընդամենը մեկ կոճակի սեղմումն իրենց համար ճակատագրական է լինելու։ Բեմելից առաջ իհարկե հուզվում ենք, բայց փորձում ենք զսպել հուզվածությունը, որպեսզի չխանգարի մեր ելույթին։ Պրոֆեսիոնալներ շատ կան, ու լավ երգիչները շատ են։ Եթե մասնակիցները իրար հետ շփվելու կամ երգի բառերը կրկնելու ժամանակ ունեն, ապա Ֆրանսիայի ժամանած Շաքեն փոխարենը բալիկին է օրորում, որպեսզի լացի ձայնը արտիստների ելույթին չխանգարի։ Ամուսնուս ասացի, որ վայ, եթե ամուսնացած չլինեի, պուճուր երեխա չունենայի, ինչու՞ չէ կփորձեի։ Ասեց, բա քեզ ինչ է։ Կարաս անես, մենք քո հետ ենք։ Արտիստներից շատերը վստահ են ամեն ինչ անելու են, որ ժյուրիի անդամները հենց իրենց ընտրեն հաջորդ փուլի համար։ Очень рада быть здесь. Я уверена в своих силах. Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, վստահ եմ իմ ուժերի վրա, բայց անհանգստություն կա, մրցակցությունը մեծ է, բոլորը չափազանց տաղանդավոր են։ Ես ուղղակի ապշած եմ, որովհետեւ ցնցող ձայներ ունենք, շատ հետաքրքիր կերպարներ, ել չեմ ասում արտերկրից ժամանած մեր մասնակիցները մեկը մյուսից հետաքրքիր։ Այսպիսով 4 փուլից բաղկացած ծրագիրը հեռուստադիտողին էկրանների առաջ կպահի 3 ամիս շարունակ, չէ որ սա ընդամենը մրցույթ չէ, այն դեպի Եվրատեսիլը նախագիծն է, որը փորձագիտական խմբի անդամների եւ հեռուստադիտողների SMS քվեարկության շնորհիվ որոշելու է Հայաստանը Եվրատեսիլ 2017-ին ներկայացնողի անունը։ Լիլի Դանելյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։